Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, Նոան սկսում է պայքարը կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլում։ Ինչպես հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը հորվաթական Ռիեկայի հետ մրցավեճում։ Քանի օրից մեզ համար եւս կմեկնարկի Եվրագավաթային աշունը երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը կոնֆերենցիաների լիգայի փուլում կներկայացնի Նոան։ Առաջին դիմակայությունը դժվար է լինելու սեփական հարկի տակ խորվաթական Ռիեկայի հետ, բայց կարծում եմ այդ խաղում Նոան ունի բոլոր հնարավորությունները հաղթելու։ Պատճառները մի քանիսն են։ Նախ մինչև այս պահը իր լավագույն հանդիպումը նոր մրցաշրջանում Նոան անցկացրել է կոնֆերենցիաների լիգայում դրսում Օլիմպիայի հետ։ Հետո Նոայի գլխավոր մարզիչը խորվաթ մասնագետ է եւ սա թերևս ամենագլխավոր գործոնն է։ Հասկանալի պատճառներով նա աշխատել է Խորվաթիայում, գլխավորել է Զագրեբի Դինամոն եւ նա բոլոր հնարավորություններն ունի մրցակցին լավ ուսումնասիրելու եւ մրցակցի դեմ լավ նախապատրաստվելու համար։ Եթե լիներ առաջնության մասին խոսք, ես այստեղ վերապահումով կխոսեի, որովհետեւ բազմիցս եմ ասել, այս մասնագետը դեռ չի համապատասխանում Նոային։ Խնդիրները կարող են իրենց մասին խոսել տալ, խոսքը Ֆերեյրայի եւ Սանգարեի հնարավոր բացակայությունն է։ Ողջույն Էդվարդ։ Ռիեկայի այդ հանդիպումը իսկապես բարդ է լինելու եւ իմ կանխատեսումը այդ հանդիպման համար վատատեսական է, ոչ թե այն պատճառով, որ Ռիեկան այնքան լուրջ մրցակից է, որին Նոան չի կարող հաղթել, այլ Նոայի խաղային խնդիրներն են առաջին հերթին այս կանխատեսման հիմնական պատճառը։ Սանդրո Պերկովիչը այդպես էլ չի կարողանում գտնել ֆուտբոլիստների առավելագույնը եւ Նոան ի տարբերություն նախորդ մրցաշրջանի այն մակարդակի ֆուտբոլ ցույց չի տալիս, որ կոնֆերենցիաների լիգայի փուլում կարողանա հավակնել լուրջ արդյունք, իսկ լուրջ արդյունքը արդեն կարծում եմ հասունացել է, պետք է հաղթահարել լիգայի փուլը, դուրս գալ փլեյօֆ, որովհետև եթե Նոան ցանկանում է շարժվել առաջ, կատարելագործվել, ապա այս արդյունքը արդեն պարտադիր է։ Իսկ Պերկովիչի Նոայի ցուցադրած ֆուտբոլը այսօր դրան պարզապես չի տրամադրում։ Վերջին մտքից էլ սկսենք, Նոան այնքան լուրջ խնդիրներ ունի անգամ հետնապահների հետ Հայաստանի պրեմիեր լիգայում, որ դժվար է պատկերացնել ինչպես մի քանի օրում պետք է կերպարանափոխվի եւ արտասահմանյան շատ ուժեղ մրցակցի հետ կարողանա դրական արդյունք գրանցել։ Մենք տեսել ենք ինչպես կարող է Նոան մի քանի օրում կերպարանափոխվել։ Այս Նոան, այո։ Օլիմպիայի հետ երբ դրսում խաղաց եւ հաղթեց 4-1 քաշով, այնտեղ գրեթե 80 րոպե Նոան խաղաց այն ֆուտբոլը, որը գոնե այս պահին ակնկալվում է։ Ես համաձայն եմ, որ առաջնությունում շատ լուրջ խնդիրներ կան եւ ես պնդում եմ, որ այս մասնագետը չի համապատասխանում Նոային, հենց սկզբից էլ դրա մասին խոսել եմ ու կարծում եմ, եթե շատերը ասում են, որ Նոան գլխավոր ֆավորիտն է առաջնության, ես այդպես չեմ կարծում, գոնե այս պայդրությամբ։ Իսկ քո նշած պատճառների մասին, այո, Նոան խնդիրներ ունի, բայց խնդիրներ ունի նաեւ Ռիեկան եւ նոր մրցաշրջանում թիմը 8 խաղից հետո 7 միավորով նախավերջին տեղում է, այսինքն այնտեղ եւս խնդիրներ կան, այստեղ տանը խաղալու գործոնը, երկրպագուները, գլխավոր մարզչի գործոնը խորվաթ է, սա կարծում եմ կարող է որոշիչ հանգամանք դառնալ։ Անդրադառնանք նաեւ մրցակցի գլխավոր մարզչին։ Վիկտոր Սանչեսը իսպանացի մասնագետը հենց Օլիմպիայից է եկել Ռիեկա եւ նա փոխարինել է նախորդ մարզչին արդեն մրցաշրջանի ընթացքում։ Հետևաբար Վիկտոր Սանչեսի ժամանելուց հետո ընդամենը մեկ պարտություն է գրել Ռիեկան եւ դեռ պայքարելու է 5 միավոր ընդամենը զիջում երրորդ տեղին, այնպես որ մեկնարկում սա ինչ-որ պայմանական է նախավերջի տեղը։ Նոայի դեպքում էլ կարող ենք ասել, ճիշտ է, Նոան ամեն դեպքում առաջին է, պայմանական կարող ենք ասել, բայց խաղով պայմանական է, որովհետեւ ի վերջո այն ֆուտբոլիստները, որոնք տոն են տալիս Նոայի խաղին եւ գլխավոր այսպես չգիտեմ ֆուտբոլում նման արտահայտություն կա թե ոչ, գլխավոր ֆուտբոլիստներն են Նոայի, Սանգարեն եւ Էլդեր Ֆերեյրան, նրանք չկան։
Սանգարեն նախորդ խաղում կար, վերջին խաղում չկար, Էլդերը վերջին 3 խաղում չկար։ Երկու գործոն, եւս երկու գործոն, որոնք Նոայի դեմ են խոսում։ Սանգարեն կլինի, Էլդերին ամեն ինչ անում են, որպեսզի պատրաստ լինի այդ խաղին, չգիտեմ պատրաստ կլինի թե ոչ, բայց ամեն դեպքում առանց Էլդերի էլ շանս։ Ես իհարկե ցանկանայի մի փոքր խոսել Վիկտոր Սանչեսի մասին, բայց նրա գլխավոր նվաճումները, քանի որ առայժմ որպես ֆուտբոլիստ է, նա 90-ականների վերջին Մադրիդի Ռեալի կազմում էր, որը հաղթեց Չեմպիոնների լիգայում, հետո լեգենդար Դեպորտիվոյի մի մասն էր, որը Իսպանիայի չեմպիոն դարձավ, բայց ֆուտբոլիստ Սանչեսի արժանինքները հիմա որպես մարզիչ նրա օգտին դժվար թե խոսեն, բայց որոշակի սկզբունքային դիմակայություն նրա համար էլ կարելի է սա ընդունել, որ պարտվեց երկու խաղում Նոային հիմա ցանկանում է ռևանշի հասնել։ Հիմա ցանկանում է, իհարկե ցանկանում է, բայց շատ բան կարող է ցանկանալ, դա չէական է։ Ես ուզում եմ ասել, որ կորուստները Նոայի ավելի են բարդացնում իրավիճակը, որովհետև եթե արկա ֆուտբոլիստներից առայժմ չի ստանում Պերկովիչը իրենց լավագույն խաղը եւ թիմային խաղը առաջին հերթին, ապա կորուստների պարագայում պետք է դաշտորս կան ֆուտբոլիստներ, որոնք այդքան հաճախ չեն խաղում մրցաշրջանի ընթացքում։ Այո, Նոան ունի բավականին երկար նստարան պահեստայինների, բայց ինչպես ցույց է տալիս մեր Պրեմիեր լիգայի ընթացքը, այն ֆուտբոլիստները, որոնք խաղում են, մոտավորապես նույն ֆուտբոլն են խաղում, ինչ որ նրանք ովքեր ավելի շատ են խաղում։ Դե այստեղ մի փաստ կա, որի մասին կարելի է խոսել նաև, հայ ֆուտբոլիստները մշտապես գրեթե մնում են պահեստայինների նստարանին, Սերգեյ Մուրադյանին, Գոր Մավելյանին, եթե հանրահավանել, Սարգսյան, Արտակ Դաշյան, Արամ Խամոյան, ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում առաջատարներ էին, եկան Նոա եւ հիմա պահեստայինների նստարանին են, եթե նախորդ մրցաշրջանում գոնե Ռուի Մոտան հնարավորություն երբեմն տալիս էր, նույնիսկ երիտասարդ Զավեն Խուդավերդյանին էր անընդհատ խաղալու հնարավորություն տալիս, հիմա երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, թե քանի րոպե են նրանք խաղացել։ Դաշյանի պարագայում երևի մի փոքր վերապահում կարելի անել, նա արդեն վետերանի կարգավիճակում է եւ ինքն էլ գիտակցում է, որ այն ֆուտբոլը չի խաղում եւ պետք է լինի փոխարինում։ Հովհաննես Արությունյանը 26 տարեկան է։ Այո, ծաղկում տարիքում է, նա նորից չգնաց Սոչի, նա եկավ Նոա, փոխեց ակումբը, խաղում է այս պայդրությամբ ուժագույն ակումբում Հայաստանի, բայց չի խաղում ըստ։ Սրանք եւս խնդիրներ են, ես ինչու եմ առանձին խոսում հայ ֆուտբոլիստների մասին, ուզում եմ մատնանշել, որ մարզիչը չի փորձում վստահել հայ ֆուտբոլիստերին, այսինքն նա ունի այն այսպես սիրելի ֆուտբոլիստերին, իր ճակերտներում սիրելին, որոնք եկել են նաեւ իր համաձայնությամբ Գրգիչը, չգիտեմ, Յակոլիշը գոնե մի փոքր մարզավիճակ է հավաքել, Գրգիչը անկեղծ չեմ հասկանում, ինչ գործ ունի Նոայում այդ ֆուտբոլիստը դեռ։ Նարդինը գոնե կարողանում է երբեմն Մուլա Հուսայնովիչը վերջին խաղերում գոլեր է խփում անդադ, բայց եթե ամբողջ խաղը դիտում ես, այնպես չէ, որ այլն ֆուտբոլ է ցուցադրում, գլխով, եթե լավ փոխանցում կատարում են, գլխով հիմա կասեք իհարկե հարցակվողից ինչ է պահանջում, գոլ խփել, նա խփում է։ Ժամանակակից ֆուտբոլում, բայց այդքան էլ այդպես չէ։ Նախ դա եւ երկրորդը, եթե սա լինի շարունակական գործընթաց, նոր կհասկանանք, որ սա ծրագրի մի մասն է Պերկովիչի, այսինքն հասցնել գնդակը այն կետին, որտեղից Մուլասը հիշենք, որ Պերկովիչը ունեցել է իր տրամադրության տակ Նոայի բոլոր ֆուտբոլիստերին, նույն Էլդերին, Սանգարեին, բոլորը առողջ են եղել, նման շրջան էլ է ունեցել, բայց նա չի կարողացել իր ֆուտբոլը ստանալ, չգիտեմ, անկեղծ իր ֆուտբոլը որն է, այս ֆուտբոլը գոհացնող չէ եւ այս ֆուտբոլով Եվրագավաթներում հեռու գնալ հնարավոր չէ։ Շատ ուրախ եմ, որ այսպես ես ասում, բայց միևնույն ժամանակ պնդում ես, որ կոնկրետ այս դիմակայությունը մի քանի փաստ նշեցի, որոնք Նոան կարող է հաղթել։ Մրցակիցներին Ռեկայից հետո Ունիվերսիտատիա, Սիգմա, Աբերդին, Լեգիա եւ Կիևի Դինամո, այսինքն հեշտ ոչ մի խաղում չի լինելու, շատ կարևոր է լավ մեկնարկել այս պարագայում, ինչը եղավ նախորդ խաղարկությունում, բայց հետո Նոան միևնույն է այլևս հաղթանակ չտոնեց։ Կարծում եմ հիմա նաեւ մեկնարկն է բարդ լինելու եւ անգամ ոչ ոքի ես կհամարեմ դրական արդյունք։ Դրական կլինի, բայց ըստ իս Նոան կհաղթի։ Ինչ է մեր փորձագետը կարծում լսեք։ Նոան Եվրագավաթների ժամանակ որակավորման փուլերում հակասական տպավորություն թողեց, ունեցավ անհաջող խաղեր, բայց վերջնամասը ավելի լավ ստացվեց Օլիմպիայի դեմ հանդիպումները։ Առաջնությունում Նոայի ելույթները հիմա այդքան էլ համոզիչ չեն, շնայած ունեն հաղթանակներ, բայց դրանք մեծ դժվարությամբ են տրվում ու հատկապես կարելի է դիտարկել առաջատար թիմերի դեմ խաղերը, Արարատ Արմենիայի, Փյունիկի բավականին ծանր էին Նոայի համար։ Այդուհանդերձ կարծում եմ պետք է տարանջատել առաջացան խաղեր եւ
կոնֆերենցիաների լիգայի խաղեր, ինձ թվում է այստեղ լրիվ ուրիշ ձև են տրամադրվելու եւ այլևս ինչ-որ թերագնահատելու խնդիր չի լինելու, մանավանդ որ խաղալու են իրենց լիարժեք կազմով, այսինքն առաջնությունում իրենք ռոտացիա շատ են անում, կազմը անընդհատ փոխում են, դա ազդում է ելույթների որակի վրա, իսկ այստեղ այդպիսի բան չի լինելու։ Գումարած կնշեմ Ռիեկայի խնդիրները, իրենք Խորվաթիայի չեմպիոնն են, սակայն հիմա առաջնությունում հաջող չեն խաղում, վերջերս նույնիսկ գլխավոր մարզիչ են փոխել, այս փոփոխությունները իհարկե ազդում են Ռիեկայի վիճակի վրա։ Այստեղ կարևոր է, որ Նոան ոչ թերագնահատելու է մրցակցին, ոչ գերագնահատելու է, սա շատ կարևոր է։ Հաճախ մեր թիմերն ու հավաքականները բախվում են այդ խնդրին։ Հիմա իրենք գիտեն, որ այո Ռիեկան ուժեղ է, բայց հնարավոր է նրա դեմ խաղալ ու հնարավոր է նաև տանը հաղթել։ Ամեն ինչ կախված է Նոայի ելույթից։ Այստեղ առանցքային է նաև կհասցնի ապաքինվել թիմի առաջատարներից Հելդերը, նաև տեսանք վերջին խաղում Ուլադոմարը վնասված ստացավ։ Եթե այդ կարևոր ֆուտբոլիստները պատրաստ լինեն, Նոան կարող է դրական արդյունքի հասնել։ Նաև հաշվի առնենք, որ Նոայի մարզիչը խորվաթ է, Պերկովիչը, որը գերազանց գիտի այս մրցակցին, շատ լավ գիտի, իսկ մրցակցի մարզիչը նոր է։ Այս գործոնը եւս առավելություն է Նոայի համար։ Ռաունդ երկրորդ։ Պատրաստ է արդյոք Վահե Գևորգյանի Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը պայքարել Հայաստանի Պրեմիեր լիգայում հաղթելու համար։ Վերջին մրցաշրջանից հետո հստակ ձևավորված կարծիք կա, Հայաստանի Պրեմիեր լիգայում հաղթողի կոչման համար պայքարում են Նոան եւ Հարարատ Արմենյան, նրանց հետ փորձում են ոտք գցել Փյունիկն ու Ուրարտուն, այս մրցաշրջանում կարծում եմ կա եւս մեկ թիմ, որը պատրաստ է շատ հեռու գնալ։ Ալաշկերտը սխալ կլինի ասել հասունացել է, որովհետև շատ տիտղոսակիր ակումբ է ի վերջո, ուղղակի նոր ժամանակաշրջան ունի, Ալաշկերտը ուղղակի Վահե Գևորգյանի գլխավորությամբ խաղում է ֆուտբոլ, որը թույլ կտա ամբողջ առաջնության ընթացքում կայուն արդյունք գրանցել, իսկ ինչու ոչ դրանից հետո կարելի է մտածել նաև չեմպիոնության մասին։ Այո, մրցաշրջանի մեկնարկն է եւ շատ վաղ է ասել, ով կարող է լինել չեմպիոն, ով չի կարող լինել, բայց փորձենք հասկանալ ինչի շնորհիվ Ալաշկերտը կարող է ոտք գցել առաջատարներին հայկական ֆուտբոլի։ Վահե Գևորգյանի գործոնը այստեղ ամենակարևորն է, որովհետև նա այն տեսակն է մարզչի, որը կարողանում է յուրաքանչյուր կազմից ստանալ առավելագույնը եւ առաջատարների խմբում այս բանը գտնվելը դրա շատ վառ ապացույց է։ Ալաշկերտի ներկայիս կարգավիճակը բավականին հուսադրող է, հուսադրող ոչ միայն ակումբի, այլ նաև հայկական ֆուտբոլի համար։ Հարարատ Արմենյան ու ես եւս կարծում եմ, որ այս թիմերը գլխավոր հավակնորդներն են չեմպիոնության եւ նաեւ համակարծիք եմ Ուրարտուն, Փյունիկը ու Ալաշկերտը կփորձեն պայքարել, բայց միայն մեդալների համար։ Համենայն դեպս Ալաշկերտը միայն կփորձի պայքարել մեդալների համար, չեմպիոնության համար պայքար կարծում եմ չի լինի, պատճառները շատ տարբեր են։ Նախ կազմի խորությունը չկա Ալաշկերտում եւ Վահե Գևորգյանը ունի իր տրամադրության տակ մոտավորապես 13-14 ֆուտբոլիստ, որոնց վրա է հիմնական շեշտը դնում եւ նաեւ այն, որ Ալաշկերտում շատ հստակ ընդգծվում է բիզնես պլանը բերել Աֆրիկայից ֆուտբոլիստների, նրանց աճեցնել եւ վաճառել դրսի ակումբներին։ Բատիոնոյի օրինակը շատ հստակ է։ Եթե Ալաշկերտը ունենա շատ լուրջ նպատակներ, ինչպես ունի Նոան եւ Հարարատ Արմենյանն նկատի ունեմ ոչ թե բիզնես, այլ լուրջ նվաճումների հասնել այս պայդրությամբ, այդ տրանսֆերը չէր իրականանա։ Իհարկե ես ամբողջությամբ համակարծիք չեմ այն մտքի հետ, որ Ալաշկերտը հիմա այդպիսի քաղաքականություն ունի, բերեր ֆուտբոլիստների, աֆրիկացի ֆուտբոլիստերի եւ քաղաքականություն։ Վահե Գևորգյանը նրանցից նաև արդյունք է փորձում ստանալ ընթացքում։ Այո, բայց եթե հենց հիմա ոչ ոք զբոսաշրջիկ չէ Ալաշկերտը։ Ես դրա մասին չեմ խոսում։ Հենց հիմա եթե Մոմո Տուրեն եւ Ֆարայոլան լավ առաջարկներ ունենան, նրանք միանշանակ կգնան։ Ակումբը միանշանակ ասի տրանսֆեր են վաճառում եւ շատ լավ է այսպես։ Հակառակ կողմից գանք, եթե Ալաշկերտը առաջին հատվածից հետո առաջնության լինի առաջատարների շարքում, ինչու է բացառում, որ կարող են ավելի ուժեղացնել կազմը եւ ինչպես ասում են ախորշակուտելիս է բացվում եւ շարունակեն պայքարել։ Կարող են ուժեղացնել կազմը, բայց իմ ասածն այն է, որ այստեղ եկած ֆուտբոլիստները, Ալաշկերտ եկած ֆուտբոլիստները երկարաժամկետ պայմանագրեր չեն կնքում եւ նպատակ չունեն հայկական ֆուտբոլում մնալու համար։ Եթե Նոան կարողանում է կամ Հարարատ Արմենյան դրսից որակյալ ֆուտբոլիստների բերել, ոչ թե երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք ուզում են դառնալ ավելի լավը, այդ դեպքում
մի բան կարող ենք փաստել, որ Ալաշկերտում այդ քաղաքականությունը նախկին Վանում էլ էր այդ քաղաքականությունը հստակ ընդգծված է, թե ֆուտբոլիստը եկել է, առաջընթաց ունի, լավ առաջարկ ունի, նրան պետք է վաճառել դրսի ակումբ։ Այո, հենց այդ կետում ես հստակ տարբերություն հիմա տեսնում եմ։ Այո, Վահե Գևորգյանը Վանից եկավ Ալաշկերտ իր հետ բերելով Վանում իր ֆուտբոլիստներից շատերին։ Բայց եթե Վանում հեռու գնացող նպատակներ, ինչպես տեսանք, չեղան, Ալաշկերտի հետ կապված թեկուզ միայն անունը ակումբի պարտավորեցնում է պայքարել չեմպիոնության համար։ Հայկական ֆուտբոլում նման հայկական ֆուտբոլում նման իրականություն անունը ստիպի թիմի պայքարել։ Կարծում եմ հատկապես ղեկավարության հավակնությունները հաշվի առնելով նաև ինչու ոչ Ալաշկերտը միշտ էլ եթե ունի համապատասխան կազմ, այն մի քանի մրցաշրջանը չհաշվենք, երբ Ալաշկերտը շուտ անցումային փուլում էր։ Հիմա վերակենդանացման փուլ է եւ Ալաշկերտը նորից իսկ ինչու Արարատը չունի նման խոսքը Արարատի, Երևանի Արարատի մասին է, դեպ մենք կարող ենք մի ամբողջ հաղորդում առանձին անել Արարատի մասին, Արարատը արդեն շատ երկար կարող ենք խոսել, 25 տարի կարելի ասել այս ամեն ղեկավարությունում այնտեղ փոփոխություն կա, այլևս Բագրատ Նավյանը չէ ղեկավարում այդ ակումբը կարող ենք ասել, միգուցե մասնաբաժինը այսպես ունի, բայց այնտեղ նոր ղեկավարներ կան եւ լրիվ այլ քաղաքականություն ունի Ալաշկերտը, եթե Վանում այս պահին ուշադրություն են դարձնում օրինակ բրազիլական շուկային, նրանք այնտեղից են ֆուտբոլիստներ բերում, Ալաշկերտը նայում է դեպի Աֆրիկա ու մոտավորապես նույն պլանն է աշխատում։ Ես կարծում եմ, որ ներողություն, ես կարծում եմ, որ Ալաշկերտը շատ լավ թիմ է ու Նոային էլ կարողացավ հաղթել, ճիշտ է, առաջին տուրում պարտվեց Փյունիկին, հետո մի քանի անց մեջ հաղթանակ։ 5 անց մեջ հաղթանակ ու վերջում էլի։ Այո, կայունության մասին չեմ ուզում խոսել, այս Ալաշկերտը բավականին կայուն է, կարծում եմ, կարողացել է Վահե Գևորգյանը ստանալ այդ թիմը, բայց նա երբ կորցրեց Բատիոնոին, արդեն զգացվեց, որ խնդիրներ կան պաշտպանությունում, այսինքն մեկ ֆուտբոլիստից կախված թիմ է, չեմ ուզում ասել կոնկրետ մեկ ֆուտբոլիստից, բայց երբ կորցնում է, օրինակ եթե Մոմոին կորցնի կամ Ֆարայոլային կամ, չգիտեմ, Կարեն Ալբանդյանին, շատ կտրուկ կտուժի Ալաշկերտը։ Ես կարծում եմ, որ կգտնի Գևորգյանը նրանց փոխարինողներ մրցաշրջանի ընթացքում։ Մրցաշրջանը երկար է եւ մարզիչը ամենօրյա աշխատանք է տանում ակումբի հետ, նա վստահ եմ տարբերակներ կգտնի։ Իհարկե, այո, այսօր ընդգծվում է հարձակման եռյակը առաջատար, հա, Մոմոն, Ֆարայոլան եւ Նալբանդյանը մի փոքր թիկունքից։ Մա իհարկե ասում ես, որ նրանցից յուրաքանչյուրի բացակայությունը ազդում է թիմի ելույթի վրա, բայց բոլոր թիմերում էլ հիմնական համաշխարհային մեծության ակումբներում էլ, հա, ինչ որ հիմնական եռյակ լինում է, որոնցից մեկի բացակայությունը զգացվում է։ Ոչ ոք համարժեք ֆուտբոլիստ այդ ֆուտբոլիստին պայեստայինների նստանին չի թողնում։ Բայց երբ դու ունես շատ կարճ նստարան պայեստայինների, դա եւս ճնշում է։ Ես ասում դա լուծելի հարց է, կամ այն ֆուտբոլիստները, որոնք քիչ են խաղում, ընթացքում կհավաքեն եւ կմիանան առաջատարների շարքին, կամ նոր ձեռքբերումներ կլինեն ձմռանը եւ Ալաշկերտը այդ բացերը կփակի։ Ես իհարկե չեմ կարող հիմա ոչինչ պնդել, որովհետև այո մենք ունենք դաժան իրականություն Հայաստանում, երկրորդ հատվածում կարող ենք ամբողջությամբ այլ թիմ տեսնել, բայց այդ թիմը կարող է ինչպես դեպի լավը փոխվել, այնպես էլ դեպի վատը։ Ինչ կլինի, դա ժամանակը ցույց կտա, ես կարծում եմ, որ Վահե Գևորգյանը ապացուցել է արդեն Հայաստանում աշխատելով, որ պարզապես ֆուտբոլ խաղալ նրա թիմում ոչ ոք չի կարող։ Նա պետք է կոնկրետ արդյունք ցույց տա, իսկ եթե այդ արդյունքը չլինի, այդ ֆուտբոլիստը ուղղակի չի խաղա։ Դե կոնկրետ արդյունքն էլ ինչ որ չափանիշ չէ։ Նույն Վանը իհարկե չէր կարող, բայց Վանի համար երբեք չի ասի, որ պայքարելու է չեմպիոնության համար, բայց Վանը շատ մոդել եվրագավաթային կարողանում էր միավոր խլել հատկապես Շարենցանին, որովհետև անունը Վան էր թիմի։ Ոչ, որտեվ գրեթե նույն կազմը։ Հիմա տարբերություն տեսնում ենք, հիմա այնտեղ չէ Գևորգյանն իր առաջատար ֆուտբոլիստները եւ Վանը այդպես չի կարողանում։ Չէ, այս Վանի մասն է խոսքը, ես ինձ թվաց նախորդ մրցաշրջանի Վանի մասն էր խոսքը, որովհետև գրեթե նույն կազմն էր։ Իսկ այս Ալաշկերտի պարագայում ես կարծում եմ թիմի լավագույն արդյունքը կլինի կոնֆերենցիաների լիգայի ուղղակի նվաճել է ոչ ակնկալման փուլում։ Դե դա երևի նվազագույնն է, ինչը հիմա թիմը իր արժև դրել որպես խնդիր։ Ինչու է նվազագույնը, եթե 4 թիմ է եվրագավաթին մասնակցել։ Ալաշկերտը եթե կարողանում է, այդպես Փյունիկին ու Արարատ Արմենիային պարտվել է, բայց հաղթել է Նոային, հաղթել է Ուրարտուին, այսինքն ցույց է տալիս, որ իր հիմնական մրցակիցների հետ նաև կարող է այսպես խաղալ։ Նոայի խաղը չեմ ուզում չափանիշ էյֆորիայի տակ էր եւ էյֆորիայի տակ չէր, գրեթե երկրորդ կազմով էր խաղում, բայց դա նրանց խնդիրն է, ես չեմ ասում դա ճիշտ է թե սխալ։ Ալաշկերտը դուրս մնաց գավաթի խաղարկությունից,
Գանձասարին պարտվելով, դա սա շոկ էր, իհարկե այստեղ համաձայն։ Ես չեմ կարծում շոկ էր, որովհետև 9 փոփոխություն էր կատարել Վահե Գևորգյանը մեկնարկային կազմում։ Գավաթից դուրս նացոր առաջացնում ավելի լավ կենտրոն։ Չեմ կարող ասել, բայց մի հետաքրքիր միտք ասաց Ալաշկերտի ֆուտբոլիստներից մեկը, հիմա անունը չտամ, ասաց ավելի լավ է պարտվենք այստեղ, քան օրինակ կիսաեզրափակչում, որովհետև մեծ ուժեր կծախսենք մինչև կիսաեզրափակիչ հասնելը։ Փոքր փիլիսոփայական միտք է։ Դե բայց ճիշտ միտք է։ Կարելի է միշտ վիճել, իհարկե ակումբներ կան, որ չեն հասնում կիսաեզրափակիչ այն մտքով, որ հիմա արդեն ցավալի է։ Չէ, հերոն նայելով ճիշտ է։ Լավ, կարող է այո Ալաշկերտը չեմպիոն լինել, թե ոչ, կասի նաև մեր փորձագետը։ Կարծում եմ այս պահին դեռ պատրաստ չեն պայքարել չեմպիոնության համար։ Իրենք էլ հայտարարեցին մրցաշրջանից առաջ, որ նպատակը Եվրոգավաթներում հայտնվելն է, նաև իրենց նախագիծը զարգացնելը, որովհետև Ալաշկերտը նաև ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառք է իրականացնում։ Լավ են սկսել առաջնությունը, ուժեղ թիմ են, մրցունակ են։ Իհարկե Վահե Գևորգյանի թիմերը վերջին 2 մրցաշրջաններում խնդիր ունեցել են հենց վերջնամասում արդյունքի հասնելու առումով, այսինքն երբ պետք է արդեն հաղթել ու մտնել Եվրոգավաթ, 2 անգամ դա չհաջողվեց, մեկ անգամ Ալաշկերտով, մեկ անգամ Վանով նախորդ մրցաշրջանում, այսինքն թիմը դեռ չի հասունացել ու նաև մարզիչը դեռ պիտի փորձի այդ պատնեշը հաղթահարել, այդ ամենակարևոր քայլը կատարել։ Ու նաև այսպիսի հանգամանք էլ կա, բացի նրանից, որ ուժեղ մրցակիցներ ունեն, Նոան, Արարատ Արմենիան, Փյունիկը, Ուրարտուն, նաև Ալաշկերտը օրինակ ձմռանը կարող է ֆուտբոլիստ վաճառել, կարևոր, քանի որ իրենց նախագծի մի մասն է դա։ Վերջերս Բատյոնոն հեռացավ կենտրոնական պաշտպան ու էլի ֆուտբոլիստներ կարող են գնալ, այսինքն միշտ այդ վտանգը կա, որ Ալաշկերտը կարող է առաջատար ֆուտբոլիստ կորցնել, նաև դրա համար նշում եմ, որ այս պահին Եվրոգավաթներում հայտնվելը առավելագույնն է, որ կարող են անել։ Ռաունդ 3. Չեմպիոնների լիգայի խաղարկության 2-րդ տուրի կենտրոնական դիմակայությունում կհանդիպեն ոսկեգնդակի դափնեկրի նախկին եւ ներկա թիմերը։ Ով է Բարսելոնա PSG հանդիպման ֆավորիտը։ Գալիս է դարձյալ շաբաթվա ամենասպասված հատվածը, ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը արդեն նոր թափ է հավաքել եւ երկրորդ տուրը կմեկնարկի ու այստեղ ամենահետաքրքիր դիմակայությունը Բարսելոնայի եւ Պարիս Սեն-Ժերմենի միջև է, ամենասպասված դիմակայությունը թերևս վերջին 1-2 տարվա Չեմպիոնների լիգայում, նախորդ տարի Աչերբին համաձայն չէր այդ դիմակայության հետ եւ այնտեղ չեղավ եզրափակիչը Բարսելոնա Պարիս Սեն-Ժերմեն, իսկ հիմա այլ է իրականությունը, շատ տարբեր պատճառներով ես այս պահին համարում եմ ֆավորիտ այդ դիմակայության Պարիս Սեն-Ժերմենին, պատճառների մասին խոսենք քիչ անց, իսկ Բարսելոնան ու Պարիս Սեն-Ժերմենը այն թիմերն են, որոնց դիմակայությունը համենայն դեպս վերջին 2 տարին եթե վերցնենք, մշտապես կարող է դիմակայության ելքը մշտապես կարող է անսպասելի լինել։ Ըստ իս կհաղթի Պարիս Սեն-Ժերմենը եւ կհաղթի բավականին վստահ։ Բարսելոնան եւ Պարիս Սեն-Ժերմենը հանդիպում են Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի այն հատվածում, որտեղ արդյունքը բացասական արդյունքը ոչ մի կողմի համար ճակատագրական չի կարող լինել, բայց դրանից պակաս հետաքրքիր չի դառնում այս հանդիպումը, որովհետեւ եվրոպական համաշխարհային ֆուտբոլի 2 հսկաներ են մրցում եւ ունեն շատ լուրջ կապող օղակ։ Ոսման Դեմբելեն ոսկեգնդակի գործող դափնեկիրը Բարսելոնայից է տեղափոխվել Պարիս Սեն-Ժերմեն եւ շատ ցավալի է, որ նա այդ հանդիպմանը մասնակցել չի կարողանա, կորուստներ իհարկե շատ կան, դրա մասին մենք դեռ կխոսենք, բայց Դեմբելեի ներկայությունը այս դիվակայությունը անկասկած կզարդարեր։ Իսկ ինչու Բարսելոնան ունի առավելություն իմ կարծիքով, նախ եւ առաջ խաղում է սեփական հարկի տակ, դա պակաս գործոն չէ եւ հետո համադրելով ընթացիկ մարզավիճակների թիմերի, կարծում եմ Բարսելոնան մի փոքր ավելի լավ մեկնարկ ունի, ավելի լավ ընթացքի մեջ է, Պարիս Սեն-Ժերմենը դժվարությամբ վերականգնեց առաջատարությունը լիգա 1-ում, բայց սա այն վստահ առավելությունը չէ ֆրանսիական ակումբների նկատմամբ, որը վերջին տարիներին առասարակ վերջին շրջանում տեսնում ենք ֆրանսիական գրանտի կատարմամբ։ Ծանր մեկնարկի հետ համամիտ Պարիս Սեն-Ժերմենը նույնիսկ 6 տուրում հասցրեց մեկ պարտություն կրել, ինչը խորթ երևույթ է ֆրանսիական ֆուտբոլում։ Համաձայն չեմ, որովհետև նույնիսկ Էնրիկեի Պարիս Սեն-Ժերմենը եթե դնենք մի կողմ, այն Պարիս Սեն-Ժերմենը հիշում ես, երբ 20-25 միավորի առավելությամբ հաղթում էր մրցակիցներին, լինում էին պարտություններ,
այնպես որ Ֆրանսիայում մասնավորապես այդ պարտությունը ես չեմ համարում սենսացիա, նախ Մարսելն էր այդ թիմը։ Մարսելն էր հետաձգված խաղեր բավականին լավ թիմ է Մարսելը դարձել, փորձառու ֆուտբոլիստերով, երիտասարդ ծագող աստղերով կամ ծագող աստղերով, նախկին ծագող աստղերով, որոնք չդարձան աստղ ու ոչ կենտրոնացված, որովհետև կարծում եմ ոսկեգնդակի այդ մրցանակաբաշխությունը որևէ հետևանք չունենալ չէր կարող պարզապես։ Համամիտեմ ամբողջությամբ այն ինչ ասացիր Մարսելի Օլիմպիկի մասին, այդպես է, բայց կարծում եմ Paris Saint-Germain-ը չէր պարտվի, եթե չունենար այդքան կորուստ։ PSG-ի շատ առաջատար խաղացողներ չկային եւ այլ ավելի շատերը կարող են չխաղալ Բարսելոնայի հետ։ Դեսպային Մարկինյոսը եւ Դեմբելեն հաստատ։ Դեզիրե Դուեն եւս կասկածելի եւ կասկածելի է Վիտինյայի մասնակցությունը, նա էլ չավարտեց Օսերի հետ հանդիպումը եւ հիմա խոսում են, որ Խվիչակ Վարացխելյան եւ Ժոաո Նևեշը նույնպես կարող են չմասնակցել հանդիպան։ Եթե հանկարծ ստացվի այնպես, որ այս բոլորը չխաղան, դե պատկերացրու ինչ կորուստ է։ Այդ ժամանակ այո, համաձայն եմ Բարսելոնան կդառնա ֆավորիտ, բայց Բարսելոնան եւս ի դեպ ունի լուրջ կորուստներ։ Եթե Գավիին ու Ֆերմին Լոպեսին դնենք մի կողմ, նրանց կարելի է փոխարինել, ապա դարպասապահ Ժոան Գարսիա եւ հատկապես Ռաֆինյայի բացակայությունը շատ լուրջ կարող է լինել։ Այո, վերադառնում է Լամին Յամալը, սա արդեն վերադարձավ եւ 1 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Յամալը Ռաֆինյային կարող է փոխարինել համարժեք, բայց մեկ բան է միայն Ռաֆինյան կամ միայն Յամալը, այլ բան է նրանք միասին դաշտում են։ Բայց ամեն դեպքում կարծում եմ Բարսելոնայի կորուստները ավելի պակաս ցավալի են, քան Paris Saint-Germain-ի։ Համաձայն եմ, որ պակաս ցավալի են, այնտեղ եթե Մարկինյոսին մասնակցությունն էլի դեպ հարցականի տակ է, միանշանակ չէ, որ նա չի խաղալու։ Ես այսօր եթե չնայած չեն էլ մեկնել Բարսելոնա։ Ես 3 առավոտյան կարդացի, որ Մարկինյոսը ամեն դեպքում հնարավոր է մասնակցի խաղին, հակառակ դեպքում Զաբարնի, Պաչո այնտեղ այդ զույգ ամենայն հավանականությամբ կաշխատի։ Դեպ եզրերում Մենդեշ Հակիմի Մարկինյոսը դեպ բացի հիմնական կազմի խաղացող լինելուց, հիմնական պաշտպան, նա թիմի ավագն է եւ առաջատար է դաշտում, հանդերձանում, հեղինակություն է նրա այս կողմից էլ։ Բացակայությունը մի քանի կողմից կարելի է դիտարկել։ Յամալին փակելը շատ դժվար կլինի, բայց ոչ Paris Saint-Germain-ի պաշտպանների համար, կարծում եմ նաև բոլորը սպասում են այդ դիմակայությանը, արդյոք Յամալին կարողանան կանգնեցնել։ Մի խոսքով հետաքրքիր է լինելու միանշանակ, բայց լավ կլինի, որ կորուստները քիչ լինեն եւ եթե այդպես լինի, գրեթե վստահ եմ, որ Paris Saint-Germain-ը կարողանա հաղթել, ոչ թե որ այս պահին շատ ավելի ուժեղ է Բարսելոնայից, նախ այդպիսի զգացողություն ունեմ, որ այս Paris Saint-Germain-ը Բարսելոնային հաղթելու շատ մեծ ցանկություն ունի, հակառակ ցանկությունն էլ իհարկե կլինի, բայց Paris Saint-Germain-ը ինձ համար, չգիտեմ, ունի լավ առիթ այստեղ նախորդ մրցաշրջանի դիմակայությունը բերելու եւ հաղթելու։ Յամալի մասին խոսեցիր, շատ լուրջ քննություն կլինի թե Յամալի, թե Նունո Մենդեշի համար, իհարկե, որը շատ բարձր խոսել տվեց իր մասին նախորդ մրցաշրջանում։ Պորտուգալիա Իսպանիա խաղում կարողացավ գրեթե վնասազերծել Յամալին։ Մեծ դիմակայություն նրանց միջև արդեն եղավ, հիմա ակումբային մակարդակում հանդիպում կլինի եւ իսկապես երևի ամենահետաքրքիր մասն է այս դիմակայության դաշտում կոնկրետ։ Ես կարծում եմ այս Բարսելոնայի ամենաթույլ կետը միգուցե բոլորը չհամաձայնեն, բայց Ռոբերտ Լևանդովսկին է, որովհետև այս արագությունների հետ զուգահեռ չի կարողանում շարժել։ Մարզավիճակ չի հավաքել դեպ Լևանդովսկին, գոլեր է խփում վերջին խաղում, 2 անընդմեջ խաղում հաղթական գոլ խփեց եւ Լևանդովսկին վերջով ունի հսկայական փորձ, Լևանդովսկին Բարսելոնայի կազմում Չեմպիոնների լիգայում եւ Լա լիգայում ինչ-որ ռեկորդների արդեն գնում խփած գոլերի քանակով հաշվի։ Ես չեմ ասում գոլեր չի խփում, նա գոլեր խփում է, բայց ինչ-որ բան ուժում է Բարսելոնայի խաղից, երբ նա խաղադաշտում է լինում, երբ դաշտում չի լինում, արդեն առանց հստակ 9 համարի է խաղում, ճիշտ է։ Դե Ֆերան Տորեսը արագությամբ արդեն կարողանում է մրցակցել մյուսների հետ, եթե կարիքը լինի, նա կարող է հարձակվողի դիրքում խաղալ,
թեև կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում փորձը ավելի կարևոր է, հատկապես որ Լևանդովսկին երրորդ ռմբարկուն է մրցաշարի եւ նա գիտի ինչպես այստեղ գոլեր։ Դե այդպես Ռոնալդոն Ես ավելի թույլ օղակ կհամարեի դարպասապայի դիրքը այս պահին, որովհետեւ Շեստին կարող է փայլուն խաղալ եւ կարող է ձախողել։ Եվ կարող է ոչ թե կարող է, այլ այնպես է, որ Շեստին արդեն կարծես համակերպվել էր երկրորդ դարպասապայի մտքի հետ։ Այո, ու հիմա հանկարծ նրա կարիքը կա, ու այսպիսի կարևոր խաղից առաջ Սոսիեդադն էլ բարդ հաղթեց, իր լավագույն խաղը չանցկացրեց Շեստին, այդտեղ էլ զգացվեց նրա խաղային պրակտիկայի բացակայությունը եւ որոշակի խնդիրների ամեն դեպքում հանդիպեց։ Իհարկե Պարիս Սեն-Ժերմենը Սոսիեդադի պես չի փակվի եւ այդքան խորքից չի դիմավորի մրցակցին, բայց ամեն դեպքում բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի, մեծ հետաքրքիր դիմակայություն ամեն դեպքում։ Շատ ցանկանում էին Բարսելոնայում այս հանդիպումն անցկացնել արդեն Կամպ Nou ստադիոնում, բայց չհասցրին վերաբացել եւ Մոնջուիկում կրկին խաղան, բայց միևնույն է կարծում սա խոսող առավելություն է Բարսելոնայի համար տնային գործոն։ Լսենք մեր փորձագետը։ Լիարժեք հավասարություն է այստեղ, մանավանդ որ երկու թիմերն էլ մեծ կորուստներ ունեն եւ ոչ թե պարզապես խաղացողներ են բացակայելու, այլ առաջատար ֆուտբոլիստներ, մանավանդ Ժուան Գարսիան, Բարսելոնայի դարպասապահ, որ արդեն կարևոր դերակատարում էր ստանձնել, Ռաֆինյան, PSG-ից Դեմբելեն, ոսեգնդակի դափնեկիր, նույնիսկ եթե իրենց հիմնական կազմերով լինեին, ելի այս խաղում ֆավորիտ չէր լինելու։ Որոշակի առավելություն կարելի է տալ Բարսելոնային զուտ նրա համար, որ տանն են խաղում, թե չէ մնացած գործոններով լիարժեք հավասարություն է։ Մարզավիճակն էլ եթե գնահատենք, երկու թիմերն էլ էլի լավ վիճակում են, ունեն հաղթանակներ իրենց առաջնություններում։ Նոային հաղթական մեկնարկ կոնֆերենցիաների լիգայում, իսկ Հայաստանի Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար պայքարող թիմերը որքան շատ լինեն, այնքան առաջնության մակարդակն ավելի կբարձրանա։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ 3 շաբթի, շնորհակալություն ուշադրության համար առայժմ։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert,